թրիփի մասին։ Ինչպես գիտեք, կոչվում է այդ փաստաթուղթը թրիփ նախագծի Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ես ասեմ, որ այս հայտարարության ընթերցումից հետո թրիփի վերաբերյալ վերապահումները ավելի շեշտված եւ արտահայտված դարձան, այսինքն մտահոգություններս ավելի խորացան։ Մեկ բան է, որ հայտարարում էին թրիփ ընդհանրական, մեկ այլ բան է այս փաստաթուղթը, որի ուսումնասիրությունը կրկնում եմ, ողջամիտ բանական մարդկանց մոտ միայն կարող է ավելացնել այն մտահոգությունները, որ ունի այս նախագիծը Հայաստանի համար։ Փաստաթղթի նախնական տեքստի ուսումնասիրությունը ինձ բերեց մի համոզման, որ այս փաստաթղթում միտումնավոր ինքնիշխանություն եւ իրավազորություն բառերը շատ հաճախ օգտագործված են քողարկելու համար այն փաստը, որ սույն փաստաթղթով իրականում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը էապես սահմանափակվում են։ Այսինքն դա երևույթին եղել է Փաշինյանի թիմի խնդրանքը, որպեսզի այս բառերը անդադ օգտագործելով փորձեն քողարկել այս փաստաթղթի իրական բովանդակությունը։ Դեկլարատիվ բնույթ ունեն այստեղ արտահայտված ինքնիշխանություն եւ իրավազորություն բառերը։ Շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտությունը լիմոնի պես ճզմվում է, եւ ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան ավելանում է քաղաքականավորների թիվը մեր երկրում։ Հիմա այն կոնսորցիումը, որը պիտի շահագործի Սյունիքով անցնող 42 կիլոմետր ճանապարհը կամ թրիփը, այդ կոնսորցիումում բաժնետոմսերի 74%-ը պատկանելու են Միացյալ Նահանգներին, ընդամենը 26%-ը Հայաստանի Հանրապետությանը։ Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության ազդեցությունը երկրորդական է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը որևէ ազդեցություն չունի ստրատեգիական որոշումների կայացման գործում, որևէ ազդեցություն չի ունենալու։ Ես հիմա արդեն պատկերացնում եմ, ինչու էր Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էվանսը հայտարարում, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը ընկել է բուլդոզերի տակ։ Դա ասում եմ, ոչ Ռուսաստանից այդ հայտարարությունը հնչեցրել, ոչ մեր ընդդիմությունը։ Այդ հայտարարության հեղինակը Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էվանսն է։ 3 օր առաջ եւ ես դրան շատ ծավալուն հոդվածով անդրադարձել էի, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ըստ էության համաձայնությունների, Վաշինգտոնյան համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք էր նկարագրում, որտեղ Թուրքիային վերապահված էր Միացյալ Նահանգների շահերի օպերատորի դերակատարություն, Ադրբեջանի վերապահված էր Միացյալ Նահանգների շատ կարևոր գործընկերոջ դերակատարություն, իսկ Հայաստանի օբյեկտի դերակատարություն։ Սա Ֆիդանը ըստ էության իր հարցազրույցում մեկը մեկով բացահայտում էր այն փաստաթուղթը, որ այսօր հրապարակվել է։ Իհարկե գիտեմ հիմա իշխանության ներկայացուցիչները ինչ կենացներ են ձոնելու այս փաստաթղթին։ Ընդ որում 49 տարով, իսկ հետո երևի նաև 50 տարով Հայաստանը ըստ էության բացառիկ իրավունքներով այս ճանապարհը վարձակալության է անցնում Միացյալ Նահանգներին։ Իսկ այն ինչի մասին դերևս օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարում էր, երբ Ալիևի եւ Փաշինյանի հետ ստորագրում էր հայտնի փաստաթուղթը։ Սա ըստ էության արտաքին գերակշռությամբ կոնցեսիոն մոդել է Հայաստան Միացյալ Նահանգներ հավասարակշռված ռազմավարական գործընկերության փոխարեն։ Կրկնում եմ, այս մոդելը, որը դրված է
թրիփի հիմքում արտաքին գերակայությամբ կոնցեսիոն մոդել է։ Ինչ հեքիաթ որ Արարատ Միրզոյան այսօր առավոտյան չպատմի կամ Նիկոլ Փաշինյանը հիմա չխոսի։ Կա ի վերջո դիվանագիտություն փառք Աստծո այս երկրում դերևս մարդիկ մնացել են, որոնք դիվանագիտական փաստաթղթեր կարողանում են ընթերցել։ Մյուսը փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Ադրբեջանի քաղաքացիները, ադրբեջանական մեքենաները եւ բեռները թրիփով անցնելու են տարբերակված ընթացակարգերով։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու սա ինչա նշանակում։ Իսկ Հայաստանի այլ ճանապարհներին գործելու են այլ ռեժիմներ, այստեղ տարբերակված ընթացակարգեր են լինելու, որը առնվազն նշանակում է ճանապարհից բարձր, միջանցքից ցածր կարգավիճակ այդ 42 կիլոմետրի համար։ Front office եւ back office գործառնական մոդելը փաստացի պետական վերահսկողության առաջին շերտը դուրս է բերում պետական համակարգից եւ փոխանցում է մասնավոր օպերատորների։ Այսինքն մասնավոր օպերատորներ են իրականացնելու այդ գործառույթները։ Այն ինչի մասին ես օգոստոսի 8-ից հետո իմ բոլոր հարցազրույցներում խոսում էի։ Այս սիրուն անգլերեն բառերի տակ կամ կատեգորիաների տակ ցավոք սրտի մեր ժողովրդի մեծամասնությունը չի խորանալու այս ձևակերպումների մեջ, թաքնված է սա։ Շատ կարևոր պետական գործառույթ մենք հանձնելու ենք օտարերկրյա ինչ-որ մասնավոր օպերատորների։ Չգիտենք էլ այդ օպերատորները ովքեր են լինելու։ Սա ինքնիշխանության դասական ընկալման խախտում է։ Բացեք ինքնիշխանության հատկանիշների մասին ցանկացած դասագիրք, կլինի բուական կամ ակադեմիական, եւ այս տերմինները համադրեք այդ փաստաթղթում նկարագրված ինքնիշխանության հատկանիշների հետ եւ շատ հեշտությամբ ինքնուրույն առանց կողմնակցությունների կարող եք գտնել իմ խոսքերի հաստատումը։ Հայաստանը այս փաստաթղթով ոչ թե տնտեսական սուբյեկտ է, այլ որպես տարածաշրջանային տարանցիկ տարածք, որի միջոցով իրականացվելու են ավելի լայն աշխարհաքաղաքական օրակարգեր։ Այսպիսով թրիփը դառնում է տարածաշրջանի վերադասավորման գործիք։ Ավելի պարզ ասածս նկարագրեմ, սա մի նախագիծ է, որը ամբողջովին համապատասխանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին, Իսրայելի շահերին, Ադրբեջանի շահերին, Թուրքիայի շահերին եւ միջնաժամկետ եւ կարճաժամկետ հեռանկարում այս նախագիծը խորը հակազդեցության է հանդիպելու Հայաստանի առնվազն 4 գործընկերների կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն եւ Հնդկաստան։ Այսինքն օգոստոսի 8-ին ըստ այս փաստաթղթի բովանդակության տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադրբեջան գործարք կամ Թրամփ-Ալիև գործարք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Հիմա արդյոք թրիփը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ ոչ։ Նախ մեծ խնդիր է թրիփը այս ձևով կարող է իրականություն դառնալ, թե չէ, անկախ ընդունված համատեղ հայտարարությունից եւ հռչակագրից, որովհետեւ եթե մի նախագիծ բխում է աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների շահերից եւ հակադրության մեջ է մտնում այլ կենտրոնների շահերի հետ, միշտ մեծ է հավանականությունը,
որ անտեսված շահեր ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնները խանգարելու են դրա իրականացմանը։ Ճիշտ այնպես, ինչպես նույն իմացած պատճառով իրականություն չդարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որտեղ այդ կարգավորումներ բխում էր Ռուսաստանի Դաշնության շահերից եւ հակադրության մեջ էր մտնում Արևմուտքի մեր գործընկերների ստրատեգիական շահերի հետ։ Սա որ առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է եւ ոչ թե տնտեսական կամ ներդրումային փաթեթ, ինչպես փորձում է մեզ հրամցնել Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, բացեք այս փաստաթուղթը կարդացեք։ Այդտեղ հիշատակում կա տրանսկասպիան առևտրային ուղուն։ Թարգմանեմ, այդտեղ խուճուճ են գրել, որ մեր հասարակությունը մի քիչ դժվար հասկանա։ Դա Միջին Միջանցքն է։ Միջին Միջանցքի մասին է խոսքը։ Միջին Միջանցքը որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ առաջացել է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Եվրոպա տեղափոխելու համար շրջանցելու նպատակով Չինաստանի ճանապարհը, Իրանի ճանապարհը, Ռուսաստանի ճանապարհը, դրա համար ինքը կոչվում է Միջին Միջանցք։ Եվ ճիշտ էր Ալիևը ցավոք սրտի, որ ասում էր անունը ինչ ուզում եք դրեք։ Զանգեզուրի Միջանցք մի կոչեք, դա էլ նախընտրական բոնուս Նիկոլ Փաշինյանի։ Կոչեք թրիփ կամ թրիփի ու չգիտեմ ինչի անտառ։ Կամ կուզեք Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ կոչեք։ Դրանից բովանդակությունը կամ էությունը կամ թրիփի շահագործման պայմանները չեն փոխվում։ Բովանդակությունը նույնն է։ Այսպիսով ես ուզում եմ արձանագրել, որ թրիփը նախագիծ այս տեսքով էապես սահմանափակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Եվ ես կարծում եմ թրիփը այս պարագայում անհրաժեշտություն ունի համաժողովրդական հարակվեի ճանապարհով ընդունվելու, որովհետև կրկնում եմ, էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության բաղադրիչը։ Եթե չեմ սխալվում, սահմանադրության եկեք չհամարձակվեմ հոդվածը նշեմ, որտեղ կարող սխալվեմ։ Սահմանադրության հոդված կա այդպիսին, որ այն կարգավորումները, որոնք հանգեցնում են տարածքային ամբողջականության փոփոխության կամ ինքնիշխանության սահմանափակման, ենթակա են կարգավորման համաժողովրդական կամ արտահայտության կամ հանրակրվեի միջոցով։ Հիմա դուք կարող եք հարց տալ, արդյոք Հայաստանը պիտի ընդդիմանա թրիփին։ Ցավոք սրտի Հայաստանը այդ ռեսուրսն ու պոտենցիալը չունի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ արկածախնդրություն ընդդիմանալու ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ոչ թրիփին, որտեղ այդպիսով մենք կարող ենք մեծապես վտանգել մեր շատ առանցքային գործընկերների Ռուսաստանի կամ մի դեպքում մյուս դեպքում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները դրանից բխող կատաստրոֆիկ ռիսկերով։ Ասենք Նիկոլ Փաշինյանը գիտակցված գնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկմանը կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացմանը, դրա գինը դարձավ Արցախի կործանումը։ Հայաստանը գին կվճարի նաև անկախ նրանից իշխանություն կփոխվի, թե չի փոխվի։ Եթե մենք սվիններով փորձենք պայքարել թրիփի դեմ, այդ դեպքում էլ Միացյալ Նահանգները ինչ-որ բան կձեռնարկի Հայաստանի դեմ եւ Հայաստանը շատ ծանր հետևանքների առաջ կընկնի։ Հետևաբար որևէ պատասխանատու քաղաքական ուժ չի կարող ձեզ խոստանալ, որ իր իշխանության գալու պարագայում թրիփը կվերանայի։ Կարող են պոպուլիստներ գտնվել, որ ձեզ նման հեքիաթացին խոստումներ տան։ Ես պոպուլիստ չեմ արտաքին քաղաքականության մեջ եւ առավել եւս կարծում եմ, որ պետությունը քուչի բիսեդկից տարբերվում է նրանով, որ միջազգային իր պարտավորությունները հարգում է եւ իշխանության փոփոխության դեպքում ստանձնած միջազգային պարտավորությունները չի վերանայում։ Բայց լավ այդ դեպքում ինչ անենք, որտեղ ես ասացի, թրիփը այս տեսքով ուղղակիորեն հակասում է Հայաստանի շահերին։
Միակ ճանապարհը Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ բանակցելն է, որպեսզի թրիփի հնարավորությունները մեծացվի։ Ասենք Հայաստան-Իրան երկաթուղի կառուցվի, որպեսզի խաչմերուկային բաղադրիչ մտնի այս նախագծի մեջ, կամ թրիփը երկարացվի մինչև երասխ, որը հնարավորություն կտա, որ նույն ռեժիմով մենք ենթադրենք դեպի Իրան կամ Մեղրի անցում կատարենք Նախիջևանի տարածքով։ Իսկն նման բաղադրիչներ պիտի փորձի Հայաստանը բանակցելու միջոցով, բայց այս իշխանության օրոք դա անհնար մի բան է, բանակցելու միջոցով անել, որպեսզի թրիփ գումարած ստանանք կամ ներառվեն այդ նախագծում նաև Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի շահերը եւ ինչ-որ բան ստեղծվի։ Կամ էլ մնում է հուսալ, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հնարավոր գլոբալ համաձայնությունների համատեքստում Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են կոնսենսուսային լուծումներ գտնել նաև մեր ռեգիոնի հետ կապված, նաև այս ճանապարհի հետ կապված, ինչը թույլ կտա ավելի բալանսավորված մոտեցումներ ակնկալել։ Բայց կրկնում եմ, նոր իշխանության առաջի գործը պիտի լինի այս թրիփ նախագիծը այնպիսի բաղադրիչներով հարստացնելը, որ մի կողմից արտահայտված լինեն Հայաստանի շահերը, մյուս կողմից Հայաստանը չդառնա ֆորպոստ ընդդեմ Ռուսաստանի կամ Իրանի, որտեվ այս տեսքով սա ական է, որ մի օր պայթելու է, այս տեսքով թրիփը ական է, որ մի օր պայթելու է, այս տեսքով թրիփին չեն կարող համաձայնվել, կամ այս տեսքով թրիփի դեմ չեն կարող քայլեր չանել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը, մանավանդ պարբերաբար ընդեղից հայտարարություններ դուք լսել եք, վերջինը Այաթոլլահի հոգևոր առաջնորդի քաղաքական գլխավոր խորհրդական Վելայաթի հայտարարությունն եմ ուզում հիշեցնել, նաև ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը, որը կարծեմ 3 շաբաթ առաջ հնչեցրեց, որ առանց Ռուսաստանի մասնակցության թրիփը չի կարող գործարկվել։ Սա հենց իմ ասացի մասին, ինչի համար են այդպես ասում, որտեղ թրիփը այս ձևով հակասում է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, հիմա տնտեսագիտորեն չմարանամ, չբացատրեմ ինչի հակասում, որտեղ երկու մաքսային ռեժիմների ներդաշնակություն նույն ճանապարհի վրա չի կարող տեղի ունենալ։ Եվ երկրորդը մեր երկաթուղին հավատարմագրմային կառավարման է տրված ռուսական երկաթուղիների։